տալ։ Սաղը տախտոները պիցակ չան։ Հարգելի հետևորդներ, աղացը բազմոդության շրջապատել են սարած նրա դուք տեսակ որ չնայած հանգամանքի որ հոգևորականները ընտրեցին որ մենք այս մոտենանք այդ տարածքին, սակայն աղացան շրջակիցները դուրս հրավիրեցին Հրավիրեցներին աղացի աշխատակիցները դուրս Համազգեստով տանում են Միքայել arczepiskopos Աջապահյանին տղամարդիկ, դուք ընդհանրապես լրահոսերին հետևում եք որպես հայ մարդ։ Օրինակ դուք տեղյակ եք ինչ է կատարվում երկրում։ Թե դուք մեն ձեր հանձնարարական հարցազրույց չենք տալի։ Հարցերի համար ազգային անվտանգության դրա։ Դուք տղամարդ եք եւ դուք զավակներ ունեք, գիտեք ինչ է կատարվում երկրում։ Դիմեք իրավական վարչություն ածա։ Իսկ դու կարող ես մի օր պատահի զարմանաք, որ ձեր փոխարեն նաեւ ձեզ համար են պայքարում այս մարդիկ։ Ով է արգելում լրատվամիջոցներին մոտենալ, ումից մենք կարող ենք ճիշտել ինչու է խոչընդոտվում մեր աշխատանքը։ Եվ ընդհանրապես ինչ իրավունք ունեք լրատվամիջոցին խոչընդոտել, սա 6000 տարին մեկ կատարվող խայտառակություն է, եւ դուք հիմա խանգարում եք մեզ արձանագրել այն, ինչի համար գուցե ընդամենը ամիսներ հետո նաեւ դուք եք պատասխան տալու։ Դուք այս մասին խոսել կամ մտածել եք ձեր ներսում, հարգելիներ։ Երբեք հայ ոստիկանի եւ իրավապահին երնիչե չեն ասել։ Դուք պատկերացնում եք ինչ է կատարվում մեր երկրում, դուք լրահոսերին հետևում եք։ Հայկական հողեր են կիսում, հայկական տարածքներ են թշնամուն նվիրում առանց կրակոցի։ Դուք տեղյակ եք ինչ է կատարվում երկրում, հարգելիներս։ Սա ազգային անվտանգության ծառայություն է, թե ՔՊ-ի անվտանգության ծառայություն է մեր երկրում մեր հաշվին գործում։ Հենց նոր մոտեցան ետնամուտքին վեհարանի հախնդրեմ իրավապահները հպարտ դեմքով նրանք այս պատմական առաքելությունը վերցել են իրենց վրա եւ հիմա դուրս է բերվում այստեղից հավանաբար ձեռնաշղթաներով arczepiskopos Աջապահյանը, ումից վիրավորվել է Փաշինյանը, որ ասել է այս իշխանության այո պետք է փոխել։ Իրեւ Աջապահյանը երբեք չի թաքցել իր մոտեցումը եւ գնահատականներ իշխանության գործունեության վերաբերյալ եւ միշտ ասել է, որ այսքան եկեղեցիներ, հողատարածքներ, հայկական տարածքներ թշնամու նվիրածը այո պետք է հեռանա եւ շանս չունենա վերընտրվելու։ Եվ ահա այս մարդուն իշխանափոխության կոչերի համար այսօր եկել են ձերբակալելու, 3 մամուլով արտահոսքն արեցին, որ քրեական գործը հարուցվել է հունիսի 17-ին իր անցած տարվա ելույթներից մեկի հիման վրա։ Arczepiskopos-ը երկրորդ բարձրաստիճան տիտղոսավոր եկեղեցականն է, ով կձերբակալվի Նիկոլ Փաշինյանի ղեկավարած համակարգի միջոցով եւ ինչպես տեսնում եք ԱԱԾ-ականները արդեն լցվել են Մայրաթորի տարածք, իսկ ներսում վեհարանում քահանայական ժողով է, մեծաթիվ եկեղեցականներ, բարձրաստիճան հոգեվորականներ են ներսում։ Վարկած կա, որ այսպիսով բացում են եկեղեցու վրա հարձակման եւ կաթողիկոսի վրա հարձակման ճանապարհը, այսինքն առաջինը Բագրատ Սրբազանին հեռացրին։ Վարդանյան։ Հիմա նրանք փաստորեն եկել են Աջապահյանի ետևից եւ առավոտյան ներխուժել էին արդեն Շիրակի թեմի առաջնորդարան, այսպես նորից մասկաներով։ Նրանք հայորդիներ են, հավանաբար մկրտված, դուք մկրտված եք տղերք։ Դուք մկրտված եք, ձեր զավակները մկրտված են։ Օրինակ գիտեք եկեղեցու մասին որևէ բան։ Գիտեք օրինակ, որ եկեղեցին նաև պաշտպանել է թշնամուց։ Մի վարքյան տղաներ։ Հիմա ստիպված է ձեզնից պաշտպանել։ Դուք ամոթի զգացում հնարավոր է ունենաք մի օր ձեր գործունեության եւ ձեր վարքագծի համար։ Խնդրեմ, նրանք ներխուժեցին հիմա հավանաբար խայտառակ տեսարանով, որպեսզի Նիկոլ Փաշինյանի բավարարող տեսարաններով ապահովեն նրա ձերբակալությունը։ Խնդրեմ, այսպիսի բան երևի
մայրաթորը չի տեսել, խնդրեմ, ամաչում են, որ իրենց դեմքը երևա։ Սրանք հայ տղամարդիկ են, որոնք եկել են քահանային կալանավորելու իբր իշխանափոխության կոչի համար։ Դիմակավորված անձինք ինչի համար եք եկել այստեղ։ Մեր եկեք ձեզ ասել են։ Գոնե գիտեք ում հետևից եք եկել։ Մի անգամ Google-ել եք հասկանաք այս մարդն ով է եւ ինչ կենսագրություն ունի։ Հասաբան ասում եք դուք հանցագործություն եք դարձել, որտեղ 1.5 տարի առաջ եք ենթադրյալ սպառնալիքները հնչեցել, ինչ եք ստանոթացել։ Հրաման տղողջի ասի, իրանք ինչ դու։ Ինչ եք sense դանդաղ օպերատիվ աշխատում։ Կաղմաններին իմ ակասը կաշկշում են։ Հարգելի պահակ, մոտեցեք խնդրում եմ։ Հարգելի պահակ, բացեք էլի դուռը, մենք արդեն գործընկեր ունենք ներսում, ոչ մի կապ չունի, թե ինչ է արվում։ Կապ չունի ով եք եկեք բացեք։ Ժողովուրդ, սա դարի խայտարակություն է, եկեք բացեք նկարենք։ Կանոն եք պահում։ Հələ մի հատ այս կողմարի, դու ինչ իրավունք ունես խանգարես մարդուն։ Այս կողմարի հələ ածի աշխատող։ Սրանն է արդեն միջամտում է մեր գործունեությանը։ Արի պահակ բացի էլ շշուտ արա։ Յա։ Արդեն լրիվ են չափներն անց, իրանք որոշում են թե մենք ինչ անենք։